Գիրք Դանիել, գլուխ 5. Բաղդասար թագավորը մեծ հացկերույթ արավ իր մեծամեծներից 1000-ի համար, և այն 1000-ի առաջին գինին խմեց։ Բաղդասարը, երբ որ գինին ճաշակել էր, հրամայեց, որ բերեն այն ոսկի և արծաթի անոթները, որոնք վեր էր առել նրա հայր Նաբուգոդոնոսորը Երուսաղեմի տաճարիցը, որ խմեն նրանցով թագավորը և նրա մեծամեծները, նրա կանայքը և նրա հարճերը։ Այն ժամանակ բերին այն ոսկի անոթները, որ վեր էին առվել Երուսաղեմում եղող Աստծո տաճարիցը, և նրանցով խմեցին թագավորը և նրա մեծամեծները, նրա կանայքը և նրա հարճերը։ Գինին խմեցին և գովեցին ոսկի և արծաթի, պղնձի, երկաթի, փայտի և քարի աստվածներին։ Նույն ժամումը դուրս եկան մարդի ձեռքի մատեր և գրեցին աշտանակին հանդեպ թագավորական պալատի պատի ծեփի վրա։ Եվ թագավորը տեսավ այն ձեռքի թաթը, որ գրում էր։ Այն ժամանակ թագավորի գույնը փոխվեցավ, և նրա խորհուրդները նրան խռովեցրին, և նրա մեջքի հոդերը լուծվում էին, և նրա ծունկերը մեկզմեկու էին խփվում։ Թագավորը աղաղակեց ուժով, որ բերեն հմայողներին, քաղդեաներին և բախտ նայողներին։ Թագավորը պատասխանեց և ասեց Բաբիլոնի իմաստուններին. «Ով որ կարդա այս գրվածքը և մեկնությունը ինձ իմացնե, նա ծիրանի պիտի հագնե, և ոսկի մանյակ նրա պարանոցին, և թագավորության մեջ երրորդ իշխան պիտի լինի»։ Այն ժամանակ եկան թագավորի բոլոր իմաստունները, բայց չկարողացան գրվածքը կարդալ և մեկնությունը իմացնել թագավորին։ Այն ժամանակ Բաղդասար թագավորը սաստիկ խռովեցավ, և նրա գույնը փոխվեցավ նրա վրա, և նրա մեծամեծները սարսափեցին։ Թագուհին խնջույքի տունը եկավ թագավորի և նրա մեծամեծների խոսքի պատճառովը։ Թագուհին պատասխանեց և ասեց. «Արքա, հավիտյան կաց, քո խորհուրդները քեզ չխռովեցնեն, և գույնը չփոխվի։ Քո թագավորության մեջ մի մարդ կա, որի մեջ կա սուրբ աստվածների հոգին, և քո հոր օրերումը լույս և հանճար, և աստվածների իմաստության պես իմաստություն գտնվեցավ նրանում։ Եվ հայրդ Նաբուգոդոնոսոր թագավորը նրան մոգերի, հմայողների, քաղդեաների, բախտ նայողների գլխավորը դրավ, քո հայրը, ով թագավոր։ Որովհետև մի գերազանց հոգի և գիտություն և հանճար կա նրանում երազներ մեկնելու, խրտնաբանությունները հայտնելու և կնճիռներ լուծելու, այդ Դանիելումը, որի անունը թագավորը Բաղդասասար դրավ։ Թող կանչվի Դանիելը, և նա կիմացնե մեկնությունը»։ Այն ժամանակ Դանիելը տարվեցավ թագավորի առաջին։ Թագավորը պատասխանեց և ասեց Դանիելին. «Դու ես Դանիելը, այն հրեա գերիներից, որոնց իմ հայր թագավորը բերավ Հրեաստանից։ Եվ ես լսել եմ քո մասին, թե աստվածների հոգի կա քեզանում, և լույս ու հանճար և գերազանց իմաստություն կա քեզ մոտ։ Եվ հիմա իմ առաջին իմաստուններ, հմայողներ բերվեցան, որ այս գրվածքը կարդային և նրա մեկնությունը ինձ իմացնեին, բայց չկարողացան իմացնել այս խոսքի մեկնությունը։ Եվ ես լսեցի քո մասին, որ կարող ես մեկնել մեկնություն և կնճիռներ լուծել։ Արդ եթե կարող ես կարդալ գրվածքը և նրա մեկնությունը ինձ իմացնել, ծիրանի կհագնես և ոսկի մանյակ պարանոցիդ վրա, և թագավորության մեջ երրորդ իշխան կլինես»։ Այն ժամանակ Դանիելը պատասխանեց և ասեց թագավորի առաջին. «Պարգևներդ քեզ լինեն, և ընծաներդ ուրիշի տուր, իսկ ես կկարդամ գրվածքը թագավորի համար, և մեկնությունը կիմացնեմ իրան։ Դու ո՞վ թագավոր։ Բարձրյալ Աստված թագավորություն և մեծություն և փառք ու պատիվ տվավ քո հորը Նաբուգոդոնոսորին, և այն մեծությունից, որ տվել էր նրան, բոլոր ժողովուրդները, ազգերը և լեզուները դողում և վախենում էին նրա առաջին, որին որ ուզում էր սպանում էր, և որին որ ուզում էր ապրեցնում էր, և որին որ ուզում էր բարձրացնում էր, և որին որ ուզում էր ցածացնում էր։ Բայց երբ որ նրա սիրտը հպարտացավ, և նրա հոգին խստացավ ամբարտավանությամբ, նա ընկավ իր թագավորության աթոռիցը, և նրա պատիվը առնվեցավ նրանից, և մարդկանց որդիների միջից արտաքսվեցավ, և նրա սիրտը անասունների պես եղավ, և նրա բնակությունը վայրի էշերի հետ էր, արջարների պես խոտ էին ուտեցնում նրան, և երկնքից հողովը թրջվում էր նրա մարմինը, մինչև որ իմացավ, որ բարձրյալ Աստվածն է տիրում մարդկանց թագավորության վրա, և որին որ ուզում է, դնում է նրա վրա։ Եվ դու նրա որդի Բաղդասար,
Չխոնարհեցրիր քո սիրտը, թեև այս ամենը գիտեիր, այլ երկնքի Տիրոջ դեմ քեզ բարձրացրիր, և նրա տանանոցները բերին քո առաջին, և դու ու քո մեծամեծները և քո կանայքն ու քո հարճերը գինի խմեցիք նրանցով, և արծաթի ու ոսկի, պղնձի, երկաթի, փայտի և քարի աստվածներին գովեցիր, որոնք ոչ տեսնում են, ոչ լսում և ոչ իմանում։ Բայց այն Աստծուն, որի ձեռքին է քո շունչը, և որին են քո բոլոր ճանապարհները, չփառավորեցիր։ Այն ժամանակ այն ձեռքի թաթը ուղարկվեցավ նրա առաջից, և այս գրվածքը նկարվեցավ։ Եվ այս է այն նկարված գրվածքը. «Մանե, մանե, թեկեղ ու փարսին»։ Այս է խոսքի մեկնությունը. մանե, Աստված համարել է քո թագավորությունը և նրան վերջացրել։ Թեկեղ, կշռվեցար կշիռքով և պակաս գտնվեցար։ Փարեզ, բաժանվեցավ քո թագավորությունը և տրվեցավ Մարած և Պարսից։ Այն ժամանակ Բաղդասարը հրամայեց և Դանիելին ծիրանի հագցրին և ոսկի մանյակ նրա պարանոցին, և մունետի կանչել տվին նրա մասին, որ երրորդ իշխան լինի թագավորության մեջ։ Նույն գիշերը Քաղդեացիների Բաղդասար թագավորը սպանվեցավ, և Մարած Դարեհը առավ թագավորությունը, երբ որ 62 տարեկանի չափ էր։